Բարի երեկո հարգելի բարեկամներ, այսօր կրկին մեր եթերում ուղիղ հեռարձակվում է իմ զրուցակիցը Ազատամարտիկ հայտնի Դավիթ Մկրտչյանն է։ Պարոն Մկրտչյան, ես ուզում եմ առաջին հարցը ձեզ տալ կապված Սամվել Կարապետյանի հետ։ Բնականաբար այս երկու օրերի շոկն է։ Նիկոլ Փաշինյանը սկսել է որս այդ միլիարդատիրոջ դեմ մարդու, ով բազմիցս Հայաստանի նկատմամբ բարեգործություններ է արել հայ առաքելական եկեղեցու, հայ հասարակության առհասարակ եւ Հայաստան պետության համար, բայց այսօր փաստորեն Հայաստանի իշխանությունների կողմից ենթարկվում է քրեական հետապնդման։ Դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչու է Նիկոլ Փաշինյանը կատաղել ու կպել Սամվել Կարապետյանին։ Որովհետև Սամվել Կարապետյանը ուժեղ հայ է, որովհետև Սամվել Կարապետյանը կանգնած է Հայաստանի կողքը, հայկական եկեղեցու կողքը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ է, եկեղեցու դեմ է հիմա ելել, բնականաբար ով որ եկեղեցու կողքն է կանգնած կամ Հայաստանի հայկականության, մեր ազգայինի կողքն է կանգնած, դրանք սաղ պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Սամվել Կարապետյանը մեծ հայ է, Կորյուն ջան, մեծություն է նա։ Նա ոչ թե մենակ աշխարհահռչակ բիզնեսմեն է, շատ մեծ բարերար է, մինչև այսօր ինքը տենց էր, չէ, հայտնի։ Բայց այս երկու օրվա ընթացքում ինքը նաև ապացուցեց, որ ինքը այն մարդն է, որ ինքը կարի այդ ամեն ինչը դնի հարվածի տակ, հանուն իր հայրենիքի։ Այսինքն ինքը ապացուցեց, որ իր հանուն իր հայրենիքի պատրաստ է գամատի խրամատ ու զինվորի նման կռիվ հայրենիքի համար զոհաբերելով իր այդ սաղ ունեցվածքը։ Ոնց որ օրինակ Ռուբեն Վարդանյանը։ Սրանք մեծություններ են, սրանք հերոսություններ են, հասկանում եք։ Ես Հայաստանը ազատագրելուց հետո, երբ որ Հայաստանը ազատագրվի, անձամբ ես ամեն ինչ անելու եմ, որ Սամվել Կարապետյանը արժանանա ազգային հերոսի կոչման, որովհետև սա արդեն մի այլ կարգի հերոսություն է։ Թեպետ իր բարեգործություններն էլ, այդքան բարեգործություն որ արել է, դա էլ է հերոսություն։ Ասեն Քրքորյանը հիմա հերոս է, ազգային հերոս է, այդ իր բարեգործություններով, չէ՞։ Սամվել Կարապետյանն էլ բարեգործություններ արել, բայց նաև այսօր ինքը ապացուցեց, որ այդ ամեն ինչը իր ունեցվածքը դնում է պատրաստ է դնի հարվածի տակ հանուն հայրենիքի ու պատրաստ է գնա կալանքի էլի հանուն հայրենիքի։ Այս արդեն մի այլ կարգի հերոսություն է, մանավանդ երբ որ դու հարուստ ամեն ինչով ապահովված մարդ ես, ու այդ ամեն ինչը դնում ես հարված տակ ու գալիս ես պատրաստ ես գնաս կալանքի, գնաս նստես հանուն քո հայրենիքի, հանուն քո եկեղեցու, դա արդեն մի այլ կարգի հերոսություն է։ Հասկանում եք։ Ես սա կասեմ, ու մեկ էլ մի բան եմ ուզում ասեմ։ Երեք ինձ հարցազրույցի ժամանակ ասեցին, որ մեր Սրբազանին, Արշակ Սրբազանին, որին ես շատ եմ հարգում, Նիկոլաս Պորնկա բարո, չգիտեմ ինչ ես բարել էր, չէ՞ ասում։ Ես կան հակադարձեցի, ասեցի Պորնկա բարոն դու ես, Նիկոլ, այ մուսար Նիկոլ, Պորնկա բարոն դու ես։ Հետո իմացա, որ այդ նույն բաները ինքը ասել է նաև Սամվել Կարապետյանի հասցեին, ասла ձեր հովանավորներն են Պորնկա բարոներ, չէ՞։ Սամվել Կարապետյան։ Հիմա ուզում եմ մի հատ էլ Սամվել Կարապետյանի համար ասեմ, Նիկոլ, Պորնկա բարոն դու ես։ Հասկացար, ես էլ Սամվել Կարապետյանին ասելու համար եմ մի հատ էլ ասում։ Պորնկա բարոն դու ես, Նիկոլ։ Դու պորնիկը դու ես մի խոսքով, այսա։ Բայց պարոն Կարապետյան, ինչի համար է Նիկոլ Փաշինյանը, ներողություն, պարոն Մկրտչյան, ինչի համար է Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն կպել առհասարակ, վեհափառ Հայրապետին իր ավազանի անունով է դիմում Կծիչ Ներսիսյան, որովհետև եկեղեցին կանգնեց, որովհետև Կորյուն ջան, կներես ցավտան, եկեղեցին դուրս եկավ իր դեմ, եկեղեցին կանգնեց Արցախի կողքը, եկեղեցին ասում է Արցախը պետք է լինի անկախ, ոչ թե Ադրբեջանի կազմում, որովհետև եկեղեցին պահում է մեր ազգայինը, այ դրա համար ինքը հելավ եկեղեցու դեմ, այս դու դրա համար, ոչ թե որ վեհափառը զավակ ունի։ Նորից եմ ասում, ես սրա մասին խոսացել եմ, շատ եմ խոսացել, հիմա էլ եմ ասում, եթե պարզվի, որ վեհափառը զավակ ունի, դա իմ համար ոչ մի բան չի փոխվի։ Ես ընդհակառակ ուրախ կլնեմ, որ այդ օրենքը փոխեն ու մեր սրբազանները կարենան ընտանիքներ ունենան, զավակներ էլ ունենան, բայց դա իրանց գործն է։ Բայց Նիկոլ Փաշինյանին ոչ թե դա է հետաքրքիր, որ իբր խախտել են եկեղեցական կանոնները, այլ Նիկոլ Փաշինյանին զայրացնում է այն, որ իրանք կանգնած են Արցախի կողքը, որ իրանք խոչընդոտ են Արցախը հանձնելուն, խոչընդոտ են Հայաստանը հանձնելուն։ Այս սա է հիմնական պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցուն։ Եվ չմոռանանք, որ
եպիսկոպոսներից մեկի որդին Հայաստանում շատ բարձր պաշտոններ էր զբաղեցնում ու տարբեր ուժային կառույցներ էր ղեկավարում, եւ եթե Նիկոլ Փաշինյանը այդքան անհաշտ էր, որ սրբազանները սեռական հարաբերություններ չպետք է ունենան, զավակներ չպետք է ունենան, այդ դեպքում ինչով էր պայմանավորված այդ մարդու նկատմամբ տենց հատուկ վերաբերմունքը։ Նորից եմ ասում, Կորուն ջան, նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանին, եթե վեհապարը գնար կներեք արտահայտության համար պարկեր Նիկոլի տակ, Նիկոլին չէր հետաքրքրի վեհապարը զավակ ունի թե չունի ու առհասարակ ոչ մի ուրիշ բան։ Կասեր սենց վեհապարը աշխարհում գոյություն չունի։ Բայց քանի որ վեհապարը չի պարկել դրա տակ, կներեք այս բառից համար, այլ կանգնած է մեր պետության կողքը, հայկականության կողքը, Արցախի կողքը, Նիկոլն էլ դեմ է այդ ամեն ինչի, պայքարում է այդ ամեն ինչը քանդելու համար, բնականաբար արդեն ինքը պիտի հայտնվի Նիկոլի թիրախում։ Всё, այսքան բան, սա է պատճառը։ Դրա համար ես ինչ եմ ասում, պետք է այսօր մեր եկեղեցին կազմակերպի մեզ պատրաստի ավարայրի ճակատամարտի։ Ոնց որ 451 թվականին մեզ ուզում էին կրոնափոխանեին, թեպետ պարսիկներին ես հարգում եմ, նրանք մեզ թշնամի չեն, բայց ինչ եմ ասում ավարայրի ճակատամարտ, որտեղ ստեղեր են ուզում խփեն մեր եկեղեցուն, մեր կրոնին են ուզում խփեն, մեր ազգայինին են ուզում խփեն։ Դրա համար ավարայրի ճակատամարտի մեզ պետքա պատրաստի եկեղեցին, մենք պետքա տանք ավարայրի ճակատամարտ ու պետքա ցույց տանք, որ մեր եկեղեցին չեն կարա կպնեն, մեր ազգայինին չեն կարա կպնեն ու մեր հայկականությանը չեն կարա կպնեն։ Ես սա եմ ասում։ Իդեպ այդ քննադատությունը կար եկեղեցուն, ասում էին վեհապարը լուռ է, ինչու չի արձագանքում, ինչու չեն հնչում եկեղեցու զանգերը, ինչ կարող եք ասել, ինչու է եկեղեցին պասիվ։ Խոսում Ես եմ կյանքում չեմ քննադատի, գիտեք ինչ կա, եթե չեմ ընդունում, որ ամեն մեկը պրոֆեսորի տեղ դրած սկսում են քննադատել ավել պակաս խոսալ, ես դա էլ ճիշտ չեմ համարում, բայց ես իմ կարծիքն եմ ասում, իմ կարծիքով, իմ ցանկությունն է, որ եկեղեցին պետք է ակտիվ լինի, պետք է ազգային ազատագրական պայքար սկսի, ազգային ազատագրական պայքար ու ինքը պետք է առաջնորդի այդ պայքարը։ Ու մենք պետք է տանք, արդեն բանը հասա նրան, որ մենք պետք է տանք ավարայրի ճակատամարտ։ Այդ դա պետք է անի եկեղեցին, ես էլ եմ գտնում, որ եկեղեցին պիտի ավելի ակտիվ, ավելի կտրուկ քայլերի պետք է գնա, ոչ թե sense թե ոչ թե պետք է արհամարի բան, չէ։ Այո, տեղ կա պիտի արհամարեն սրան, ամեն մի հաչոցի պիտի բանի տեղ չտնեն, բայց քանի որ մենք պետականություն ենք կորցնում, հեսա եկեղեցին էլ են ուզում խփեն, եկեղեցին էլ են ուզում ոչնչացնեն, արդեն մենք տանք ավարայրի ճակատամարտ ազգային ազատագրական շարժում պետքա սկսվի ստեղ ու պետքա դա սկսի ու կազմակերպի եկեղեցին, ես տենց եմ գտնում։ Եկեղեցին պետքա ոչ թե մենակ 10 միլիոն հայությանը ոտի հանի, այլ պետքա ամբողջ քրիստոնեական աշխարհը ոտի հանի ընդդեմ այս աթեիստների, այս անաստվածների, այս սրբապետների։ Հռոմի Պապով, բանով ինչքան հոգևորականներ, ինչքան կաթողիկոսներ կան աշխարհում, քրիստոնեական ամբողջ աշխարհը պետքա հանի ոտի։ Կարան դա անեն, որտեղ սա քրիստոնեական դեմ էլա վերջը, չէ՞, այս ամեն ինչը։ Պետքա այդպես հանեն ոտի ընդդեմ այս անաստվածների։ Ու ես վստահ եմ, որ կհաղթենք մենք, հասկանում եք, կհաղթենք, որտեղ հերիք էլ արդեն դեմ ենք եղել պատին։ Իսկ պատմությունն էլ է ցույց տվել, որ երբ որ մենք դեմ ենք կլնում պատին, մենք սարդարապատ ենք տալիս։ Երբ որ մենք դեմ ենք կլնում պատին, մենք ավարայրի ճակատամարտ ենք տալիս։ Հիմա մի հատ էլ պետքա տանք սարդարապատ ու ավարայրի ճակատամարտ։ Այ եկեղեցին պետքա սա առաջնորդի, սա կազմակերպի։ Բիզնեսմենները մտահոգվելու բան ունեն, ըստ ձեզ, պարոն Մկրտչյան, Նիկոլ Սամվել Կարապետյանը միակը չէ, թեև մեր խոշոր բիզնեսմեններից է, բայց թիրախում կարող են մյուսները հայտնվել։ Ով որ դուրս գա այս իշխանությունների դեմ, իհարկե կհայտնվի թիրախում։ Ու հիմա էլ տեսեք, ասում են հեծը պիտի ձեռից առնենք։ Ոնց որ կառնես ձեռից, բեսպրիձելավալի, տենց էլ վաղը չիմիսորը մենք հետ կառնենք կտանք նորից իր իսկական տիրոջ, այսպես Սամվել Կարապետյանին։ Բեսպրիձելավալի սանք ամեն ինչ էլ կարանանեն ու չեն բացառում որ կանեն։ Ու դա կանեն ցանկացած բիզնեսմենի դեմ, ով որ դուրս կգա սրանց դեմ, Կորուն ջան։ Ով դուրս կգա, այո, բոլորն էլ կլինեն թիրախում ու ինչ օրենք ինչ բան, բեսպրիձելավարի իրանք ասում են, սա մերնա ու վերջ, ձեռնեցը վերցնել ենք ու վերջ։ Նույնիսկ սրանք հաշվի չեն առնում, որ Սամվել Կարապետյանը աշխարհարչակ մարդ է։ Ռուսաստանի Դաշնությունում մեծ հեղինակություն, մինչև ինչքան գիտեմ, մինչև Պուտին հասնում է իր այդ թափը հասնում է մինչև Պուտին, ինչքան ես գիտեմ լսելով։ Ամենայն այդ մակարդակի մարդ է ինքը։ Այսինքն նրանք այդ մակարդակի մարդու ձեռից են ուզում խլեն, բեսպրիձելավար իր ունեցվածքը։ Դուք պատկերացնում եք սրանց անխելքության աստիճանը։ Լավ, բա հետո, այսօր արիր, բա հետո, վաղը չի ուսորը
սրանց պատիժը շատ դաժան կլինի ախար։ Իսկ Սամվել Կարապետյանի ձեռից այսօր ինչ էլ խլեն, վաղը չեմ ասում դա կվերադարձվի իրան։ Անհնար է չվերադարձվի։ Դա սաղ կլինի ժամանակավոր։ Բայց այո, մնացած բիզնեսմեններին էլ, եթե դուրս գան սրանց դեմ, Կորուն ջան, կխլեն, միանշանակ կխլեն էլ, կնստեցնեն էլ։ Իհարկե մտահոգելու, բայց այստեղ էլ ներդրում ով կանի, մի հատ եկեք սենց նայենք։ Ներդրում ստեղ ով կանի, որ տենա ինչա կատարում։ Այսինքն ստեղի ներդրում ով անի, իմանա որ գա դառնա սրանց տրուկը։ Սրանց կամքով շարժվի, հակառակ դեպքում կասեն ես քո եղածնել եմ ձեռքդ խլում։ Ինչ օրենք, ինչ բան։ Փաշինյանն ասում է, որ վեհապար Հայրապետին պետք է ինքը ընտրի, պետությունը պետք է ձայն ունենա եւ որ վեհապար Հայրապետը լեգիտիմ չէ։ Ինչ կարող եք ասել, այս պնդումները որքանով են իրականությանը մոտ։ Ես սրա մասին շատ եմ խոսացել, հիմա նորից նույնը ասեմ, Կորուն ջան։ Ինքը ով է որ խառնվի եկեղեցու կյանքի մեջ։ Եկեղեցու կյանքում ինչ որ կատարում է, ինչ փոփոխություններ էլ, ռեֆորմներ էլ, եթե լինում են կամ լինեն վաղը չեմ ասում, դա պիտի հոգեվորականները։ Դա մի հատ ուրիշ աշխարհ է, որ առավել եւս Նիկոլ Փաշինյանի նման սրիկան այդ աշխարհում քիթը խոթելու իրավունք չունի։ Դու գնա քու աշխարհը փորձի, որ սա թերություններով լի է։ Գնա քո աշխարհը փորձի դզես։ Մտում սաղ նորմալ է, սաղ Արցախում ամեն ինչը լավ է, Հայաստանում ամեն ինչը լավ է, անցել է եկեղեցում է ուզում կարգ ու կանոն հաստատի։ Հələ մի հատ դու կյանքում, քու պետության ղեկավար ես, մի հատ ստեղ սաղ քծի տեղը նոր մտածի եկեղեցական կյանքում թերությունները վերացնելու մասին։ Սաղ տեղով թերություն ես, թերությունների մեջ խեղդված ես։ Էդի հետ եկեղեցական կյանքում ինչ որ թերություն կա էդի մեջ, հա։ Մատը ինչին կպցել է այդ սաղ քանդու քարափարել, ինչին կպցել է, հիմա էլ եկեղեցուն, դու հեռու մնա եկեղեցուն, եկեղեցուն ինքը իրավունք չունի խառնվի, եկեղեցին ունի, եկեղեցուն որոշումները կայացնում են հոգևորականները, իսկ ինքս ի շարքային հոգևորական էլ չի, որ նույնիսկ ընդ մի հատ թեկուզ ձայն ունենա։ Վերջին շրջանում, պարոն Մկրտչյան, նկատած կլինեք, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև նրա կինը Աննա Հակոբյանը տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, նաև հոգևորականների տարբեր պիտակավորումներ էին կպցնում, մեկին ասում էր ստահակ, մեկին ասում էր, չգիտեմ, ոչիլ, այն մյուսին անվանում էր ախմախ կարծեմ, հոգևորականներին անվանում էր մանկապիղծ, Աննա Հակոբյանի մասին խոսքով խոսում էր մարդկանց կրթելու մասին։ Հիմա սենց մի տպավորություն կա, որ մարդ ու կին հանրության մեջ ուզում են անընդհատ ինչ-որ կռիվ գցել, անընդհատ ինչ-որ խժդժություն, ինչ-որ լարված մթնոլորտ ապահովել։ Նախ դուք կիսում եք այս տպավորությունը, արդյոք կարծում եք, որ կա նման բան, եւ եթե այո, ինչ ենթադրություններ ունեք, ինչի համար են անում։ Ես կանանց չեմ անդրադառնում առհասարակ, ընտանիք չեմ մտնում։ Կինա խոսում է, եթե այդ կինը լինի քաղաքական գործիչ, հա գնահատական կտամ, բայց քանի որ կինա խոսում է, ես իրան չեմ անդրադառնում։ Բայց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կասեմ, Կորուն ջան, որ Նիկոլը մինչև հիմա մնաց այն շարքային կլավուզնի։ Ինքը մոռանում է, որ ինքը երկրի ղեկավար է, հասկանեք, ինքը իրան այս 7 տարի է վարչապետ է, բայց ինքը իրան պայման շարքային կլավուզնիկ ժուրնալիստի նման, շարքային կլավուզնիկ, ես ժուրնալիստներին չեմ վիրավորում, բայց կլավուզնիկ, ինքը ժուրնալիստ չէ, լրագրող, ինքը կլավուզնիկ լրագրող է, այդ կլավուզնիկությունից մի սանտիմետր չբարձրացավ, այսը վարչապետ է, բայց ինքը նորից շարունակում է իր կլավուզնիկությունները, սա կասեմ, որ ասենք, եթե վարչապետ, իսկ այս վարչապետի նման տիպ է, սարա, շարքային կոմենտ չի ոնց որ լինես, հասկանում եք։ Ես կասեմ, որը որ ախար չկա մի բան սրա մեջ, Կորուն ջան, որ ասես, հելավ էսի տեղին է, էլի, այնքան մինուսների, սաղ ոնց նայում ես սաղ մինուս է, սաղ կեղտ է, բնական է ես էլ չեմ զարմանում, որ ասենք կլավուզնիկությունն էլ մեջից չի դուս եկել, էլի, թե համար չեմ զարմանում, սաղ ոնց նայում ես սաղ թերություններով լի է ինքը, սաղ թերություններով լի, ես մի թերությունն էլ էլի բնականաբար Խոսենք մի փոքր էլ իմպիչմենտի պրոցեսից, Հայաստան խմբակցությունը հրապարակեց ստորագրություններ, ասաց, որ ստորագրում է, բայց նախաձեռնողները եւ
պատիվ ունեմ խմբագրությունը մի տեսակ գոհ չեն այդ ստորագրություններից։ Ինչու՞մն է դժգոհությունը, չէ՞ որ մարդիկ փաստորեն ասել են, որ ստորագրում են։ Ստորագրությունը պիտի ելնի այդ թղթի տակ, այդ նախաձեռնության տակ պիտի լինի, առանձին ստորագրություն են իրանք հավաքել, բայց այդ ինչի տակ է, Գորուն ջան։ Ստորագրությունը պիտի լինի նախաձեռնության տակ, տեսեք ոնց է։ Սկզբում ասեցին նախաձեռնողներ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը ինչ են ասում են, դուք բերեք, դուք ձեր թեկնածուին բերեք, դուք գործը սկսեք, մենք էլ գանք միանանք ձեզ։ Իրանք ասեցին չէ։ Հիմա պատիվ ունեմը բերեց իր թեկնածուին, որը որ շատ ուժեղ թեկնածու է, Դավիթ Համբարձումյանը, որը որ իրոք շատ հնարավոր է, որ իմպիչմենտի գործընթացը հաջողի, ու ես ասել եմ, սա Սերժ Սարգսյանի ձիով քայլն է, այդ թեկնածուին բերելը։ Հիմա իրանք պետք է գան միանան, միանալը դե սենց է, պիտի գաս տակը այդ նախաձեռնության տակը դնես ստորագրությունը, ոչ թե առանձին։ Հիմա նայեք, տեսեք, ես ինձ ինչ հա թվում, սրա մասն էլ եմ խոսացել։ Իրանք ասում են, հա մենք կա, մեր ստորագրությունները կա, չէ, տենց են, չէ, ասում են, մեր ստորագրությունները կա, մենք կմիանանք, գնացեք ԿՊ-ից բերեք մարդկանց։ Հիմա ասենք ԿՊ-ից, որ շարժում սկսվի, փողոցային շարժում սկսվի, ԿՊ-ից էլ մարդիկ փոկվեն, գան միանան ստեղ, բանակցությունների արդյունքում գան միանան ու արդեն իրանց ասեն, դե ստեղ այսքան ԿՊ-ից այսքան եկել են, դե դուք էլ եկեք միացեք, այդ ժամանակ իրանք կասեն, դե ուրեմն տեխնացում պիտի մերը։ Այդ դրա համար չեն գալիս, իմ կարտիկն եմ ասում։ Դրա համար չեն գալիս նախաձեռնության տակ ստորագրեն, հասկանում եք, որ այդ ժամանակ ասեն տեխնացում դե մերը պիտի լինի։ Հիմա ես ինչ եմ ասում, եթե կամ հիմա դուք վեկալեք ձեր ձեռը նախաձեռնությունը ձեր տեխնացիով գնացեք առաջ, մենք էլ բոլորս զինվորի նման գանք ձեր կողքը կանգնենք։ Կամ էլ բերեք ձեր ստորագրությունները դրեք պատիվ ունեմի նախաձեռնության տակ, Նարեկ Մալյանի, մեկ էլ Էդգար Ղազարյանի նախաձեռնության տակ։ Ես իմ կարծիքն եմ ասում, Կորյուն ջան, իմ կարծիքն եմ ասում, իրանք որ պահին որ արդեն տեսան, որ իրոք կարա հաջողի, իրոք փողոցային շարժումն էլ կա, իրոք ԿՊ-ից էլ որոշ պատգամավորներ գան միանան այս նախաձեռնության, իրանք ասելու են, մենք միանում ենք մի պայմանով, որ թեկնածուն լինի մեր թեկնածուն։ Այ ինձ թվում է սրա համար չեն դնում տակը ստորագրությունը, հասկանում եք։ Բայց դա արդար չի։ Կամ հենց հիմա դուք սկսեք նախաձեռնություն ձեր թեկնածուով, Կորյուն ջան, կամ էլ վերջում ուրեմն պետք է դուք գաք միանաք մեզ, այսինքն պատիվ ունեմի, բայց միանալը սենց է, հենց հմիկվանից միացեք, եթե պետք է միանաք։ Ասենք ինչ կա էլի ստորագրություն չդնելու տեղ։ Հասարակ հարց է, համաձայն ես թե համաձայն չես։ Ռեյտինգ ընկնելու չընկնելու խնդիր, եթե կա, պատիվ ունեմի, հանրապետականի ռեյտինգը պետք է ընկնի, եթե չստացվի։ Չեմ կարող գտնել մի հատ նենց բան, Կորյուն ջան, որ ասեմ այս սրա համար իրոք արժի չմասնակցել էլի այդ process-ին։ Վերջերս հարցը տված է, ուզում ես Նիկոլը հեռանա, թե Նիկոլը մնա։ Դու ասում ես ուզում եմ հեռանա, ստորագրություն տես դնում ու всё այդքան բան։ Մի կստացվի, չի ստացվի։ Ոչ թե ռեյտինգ ընկնելու խնդիր իրանք ունեն։ Հասկանում եք։ Կորյուն ջան։ Ես սա կասեմ։ Գուցե իրենք հիմա էլ չեն հավատում այդ process-ի հաջողությանը, դրա համար չեն միանում։ Հալա որ չեն հավատում, թող ստորագրությունը դնեն, ընդհանրապես իրանք չեն հավատում, բայց չեն էլ ուզում։ Կորյուն ջան, ասենք ստեղ ինչ է, չեն հավատում, ու մենք չենք ասում դուք սկսեք նախաձեռնությունը։ Չեք հավատում, այս մարդիկ հավատում են, իրանք սկսում են։ Իրանք գործընթացը սկսել են։ Հիմա դու համաձայն ես, թե համաձայն չես, որ Նիկոլը հեռանա։ Համի կհաջողի, թե չի հաջողի այդ process-ը, ինչ կապ ունի քո ցանկության հետ, քո կարծիքի հետ։ Համի ես ախպեր ուզում եմ, որ հեռանա, ստորագրությունս դնում եմ, բայց ասում եմ ախպեր չես հաջողելու, իմ կարծիքով չես հաջողի, չի ստացվելու։ Դա այլ հարց է, բայց եթե ես ասեմ չի ստացվելու, ես էլ իմ ստորագրությունը չեմ դնում, դա արդեն ճիշտ չի, էլի հասկանում եք։ Դու ինչ գործ կստացվի, թե չի ստացվի։ Դու քո համաձայնությունը տուր, ախպերս։ Կստացվի, չի ստացվի։ Ես եմ գործանողը, ասենք ինչ անդեղ կատարվում, էլի որ ինչ պետք է լինի, որ ասես այ էսի եղավ, այս սրա խաթը չարժի դնել, որովհետև այս վատ վիճակում մենք կհայտնվենք։ Չեմ տենում տես մի հատ բան, էլի հասկանում եք։ Մանավանդ պետքա այդ սաղ ստորագրություններն էլ հավաքվի, այդ 50 քանի падգամավորի ստորագրությունն էլ լինի, նոր մտնեն պարլամենտ, այսինքն այն իրավիճակներ չի կարա ստեղծվելի, որ մտնեն դեմ քվեարկեն, բանի այդ իմպիչմենտին դեմ քվեարկեն, որ ասում եմ 6 ամիս Նիկոլը կմնա էլի վարչապետ, տենց էլ չի լինում։ Նախորոք հենց հավաքվում է այդ 50 քանի падգամավորի ստորագրությունը, նոր մտնում են այդ բան process-ի մեջ, այդ քվեարկության process-ի մեջ, էլի որ անվստահությունը կողմ կամ դեմ քվեարկելու։
Դառնալով Սամվել Կարապետյանին, հնարավոր համարում եք, որ Սամվել Կարապետյանի շուրջ լայն համախմբում տեղի ունենա եւ վերջինս դառնա ընդդիմադիր շարժման առաջնորդ։ Ես չեմ կարող ասեմ հնարավոր կլինի դա հնարավոր չի լինի, ես իմ ցանկությունը մենակ կասեմ, որ Սամվել Կարապետյանի կողքը պարտավոր են հիմա հավաքվեն։ Այդ առաջնորդելն չլինելը չգիտեմ, դե ոնց ընթացքը ցույց կտա, Կորին ջան, բայց ասենք կոնկրետ իրան հիմա որ ինքը հանուն մեզ բոլորիս եկավ ու հիմա գնացել է կարող է կալանավորեն, համենայնպես հիմա բռնել են, չէ՞, ու կարող է կալանավորեն, պետք է բոլորս կանգնենք իր կողքը, բոլորս ցանկացած հայ, ով որ հարգում է մեր ազգային, ով որ հարգում է մեր եկեղեցին, ով որ ուզում է որ Հայաստան պետությունը մնա, ով որ ուզում է որ Արցախը մենք վերադարձնենք, պետք է հենի կանգնի այդ մարդի կողքը, որովհետև այդ մարդը հանուն այդ ամեն ինչը եկավ իր ամեն ինչը ուդարի տակ դնելով եկավ հիմա կարող է գնա կալանքի, չէ՞, ամենայնպես իրան հիմա բռնել են ու կարող է կալանքներ կարդան կալանավորել են, կալանավորեն, չէ՞, բոլորս էլ պարտավոր են կանգնենք իր կողքը։ Այդ առումով ես կոչ եմ անում ու ճիշտ եմ գտնում որ ցանկացած հայ պետք է գնա կանգնի իր կողքը։ Մանավանդ այդքան բան արել բոլորի համար արել է, սովորական հայ չի։ Իսկ թե շարժման առաջնորդ ով կլինի ով չի լինի, ցանկացած լավ հայն էլ ես կողմ եմ։ Ցանկացած լավ հայ, ցանկացած արժանավոր հայ։ Այդ ընթացքը ցույց կտա։ Կորուն ջան, ով ես չգիտեմ ինքը տենց մտադրություններ էլ ունի, չունի քաղաքականություն մտնելու չգիտեմ։ Էդի չգիտեմ, բայց ով որ ցանկացած լավ արժանավոր հայի ես կողմ եմ կողքը պատրաստ եմ կանգնում։ Եղավ, շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք պրոցեսներին, նաև առիթներ կլինեն, կրկին կզրուցենք, շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հաջողություն ձեզ։